Ինձ թվում է, պարոն Կարապետյան, որ Էդգար Ղազարյանը ձեր ֆրակցիայի գաղտնի զենքն է։ Դուք sense գալիս եք, sense բարեկիրթ դեմքերով, տեղ-տեղ, ինչ-որ թեմաներից եք խոսում, կառուցողական եք փորձում երևալ, եւ ահա հայտնվում է ձեր գաղտնի զենքը, գաղտնի պլանի մի մասը, ամենայն հավանականությամբ, կամ ավելի ճշգրիտ ձեր ֆրակցիայի մարտագլխիկը, ով խայտարակ անդաստիրակ եւ լկտի է իրան պահում, ոչ միայն ասա ազգային ժողովի դահլիճում, այլ առհասարակ։ Բայց ձեր մարտագլխիկը ուզում եմ ձեզ ասեմ, որ ձեր քաղաքական առաջնորդների կառավարման տարիների պես հնացած են եւ պետքա դուրս գրվեն կիրառումից։ Կիրառման ժամկետը վաղուց ավարտված է ձեր մարտագլխիկի, եթե երբևէ ինքը կիրառման որևէ ուրեմն ժամկետ ունեցել է։ Եվ գիտեք ինչ կախի է ինքը իրան տենց պահում առհասարակ, որովհետև դուք ձեր ցուցակ եք վերցրել հայ զինվորի մահը ցանկացող մարդուն, որևէ կերպ չեք դատապարտել նրա հայտարարությունը, հələ մի բան էլ ձեր խոսքով նրան տվել եք չափավոր ազատություն, դուք ֆրակցիայի անունից ներողություն չեք խնդրել, բա դրա համար էլ նա իրան պետք է այդպես պահի։ Եվ քանի որ դուք դեռ ներողություն չեք խնդրել հայ զինվորի մահը ցանկացող ձեր падգամավորի համար, մենք մտածում ենք եւ մտածելու ենք, որ դուք միտումնավոր դա չեք անում, որպեսզի ուրեմն քողարկեք ձեր գաղտնի պլանը, ինչի համար որ հայտնվել եք ուրեմն ազգային ժողովում։